Հայաստանում արդեն 7 տարի է ծերության թոշակի անցնում են 65 տարեկանից։ Մեր երկրում այդ առիթով բողոքի ակցիաներ եւ գործադուլներ չեն լինում։ Նման քայլերը մեր համակարգացիները համարում են անօգուտ։ Ինչ որ որոշվում է, միևնույն է արվում է։ Հետո հայաստանցիները հոգնել են արդեն ցույց անելուց։ Առանց այդ էլ կյանքի պայմանները այնքան դժվար են, որ չես հասցնում մինչև 63, հələ մի քիչ է թոշակ ստանաս։ Տեսնում եք ինչա կատարում արտասահմանը, որովհետև նրանք ազատամիտ ժողովրդավարություն կա։ Մեզ մոտ ժողովրդավարության հասկացումը դա ֆիկցիա է։ Թոշակ, վակարելի է այդ տարիքում թոշակ տալ։ Ֆրանսիան շատ ճիշտ է անում։ Հայաստանում կենսաթոշակային համակարգի բարեփոխումները իրականացվում են դեռևս 2003 թվականից։ Համապատասխան օրենքը սակայն ուժի մեջ կմտնի 2011 թվականի հունվարի 1-ից։ Ըստ այդմ էլ մեր երկրում կանայք եւ տղամարդիկ ծերության սոցիալական կենսաթոշակ հավասարապես կստանան 65 տարեկանից։ Բացառություն կկազմեն 10 տարուց ավելի աշխատանքային ստաժ ունեցողները, որոնց տարիքը նոր օրենքով 62-ից դարձել է 63։ Մեծահասակները չեն կարող մեկ աշխատանք ճարեն, գոյատևում են թոշակով։ Իդեպ, ըստ վիճակագրական տվյալների Հայաստանում կյանքի միջին տևողությունը 74 տարի է, այսինքն պետությունը թոշակ վճարում է միջինը ընդամենը 9 տարի։ Գայանե Հակոբյան, Սևակ Գրիգորյան, IPF։